Ինչ ես անում ստեղ։ Կարող է ես քո ջինն եմ։ Եկել եմ քո 3 ցանկությունները կատարեմ։ Հələ մտածի։ Ես ջին չեմ կանչել։ Ոնց որ դավ այստեղից։ Խոսանք կգնամ։ Շատ բարի։ Ինչ խոսամ ես քո հետ։ Այնքան բան կա խոսալու, եղբայր ջան։ Դու մտածում ես մենք խոսալու բան չունենք։ Թեմա առաջին։ Ինչ ես դու այդքան դառնացած քո կյանքի վրա, հա? Դու ես լեն ու բոլ երկրում բան չունես անելու։ Թեմա երկրորդ։ Ինչ անենք, որ Ալեքսին հանգիստ թողես։ Հա? Ես գիտեի դու կարգին մատես ու տոխամով ջիգարով։ Այդ գոնե մեկ օրվա մեջ մարդ էր, այա։ Հելար ստեղից։ Քանի կարաս, քանի ձեռդ ոտը տեղնա։ Ոնց անենք, որ դու Ալեքսի տանտեղը մոռանաս ու Ալեքսին հանգիստ թողնես, հա? Չի դզում, չի կպել ես նոր ամուսնացած մարդու ջանին։ Ախ, ընչես դու մտե մատի եւ մատանու արանքը։ Ալեքսնա քեզ ուղարկել։ Անցի ես տականեմ, որ ինչ որ մեկը ինձ ինչ որ տեղ ուղարկի։ Արի չասեմ էլի։ Արի մի շերվի, հա, եղբայր ջան։ Դրա համար ինչա պետք ասա տանք, դու գնաս քո ճանապարհով, մենք մեր։ Էս կաշառք ես առաջարկում ինձ։ Դու հասկանում ես դու դրա համար ինչքան կնստես։ Դες, ինչ լավ նստած եմ։ Հափուկ, հարմար, շատ լավ նստած եմ։ Եղբայր ջան, ես քեզ գործարք եմ առաջարկում։ Ինչ կանես ուզում, Ալեքսին հանգիստ թողնես։ Կներես ինչ էիր ասում, լավ չհասկացա։ Այդ քո դեպքում նորմալ է, որ չես հասկանում։ Դու ասա ինչ տանք, կորես մեր աղբոր կյանքից։ Ալեքսը քեզ ասել է, որ ինձ փող առաջարկես, չէ։ Այ աղբեր գինդ ասա, թե հիմա ով է ուղարկել, ինչ են ուղարկել, ով ուրա, ինչա։ Թիվդ ասա տանք, գնաս դու քո գործին, մենք մեր գործին։ Ասել էի, չէ, քեզ ոտից տակ չընկնես։ Տենց է էլի ասողին չեն լսում։ Ու հետո շատ մեծ խնդիրներ են ունենում։ Թող մեր պրոբլեմն է դու լես, դու պրոբլեմ չես, դու պրոբլեմի պրոբլեմիկ ես։ Ո՞ց պրոբլեմ ես։ Կլուծեն կգնաս փողին մունատ է լենու բոլ երկրում։ Աղբեր հիմա գինը տասա, ինչ տան քեզնից պրզնենք գնանք։ Չի պատասխանում, չէ։ Չէ։ Լավ, բայց ուր գնացած կլինի։ Կարող է օդանապակայանը գնացե։ Չէ, նայել եմ, այսօր դեպի Թեհրան թռիչք չկա։ Հետո մաման չերել կարա օնլայն տոմս պատվիրի, որովհետև անգլերեն չգիտի։ Կարող է հյուրանոցա գնացել։ Լսի, կարող է, բայց այսա կփորձեմ գտնել, ուղղակի լոսում այնքան շատ են հյուրանոցները, ես ինչ իմանամ ուր զանգեմ։ Լավ, մի նեղվի։ Հիմա կփորձենք միասին հերթով ամեն ինչ կանենք։ Սպասի։ Սպասի, ես Google-ից անեմ, հա, համարները։ Հիմա հերթով կանենք, սպասի։ Վայ, մամ։ Մի նեղվի։ Ոյ։ Բարև ձեզ, ինչպես եք, քեֆներդ լավ է։ Բարև ձեզ, լավ, դուք ոնց եք։ Ես մի քիչ սրտնեղված եմ, չգիտեմ ճիշտ տեղն եմ եկել, թե չէ, կարող եք ինձ օգնել։ Ինչով կարող եմ օգնել։ Այ, դու կարող ես ինձ օգնել։ Ես վստահ եմ։ Նայեք, կարող եք ինձ մի քիչ երիտասարդացնեք։ Իմանում ես ինչպես որ ամուսինիս էս չոնեն էս սենց կախնկնի։ Կներեք ինչը կախվի։ Չոնեն իմանում եք ինչ խոսենց։ Չեմ ոնում ում հետ է ինձ փոխ է, բաբա։ Ուզում եմ եք ինչ ջահելացնեք սենց, ասենք մեր 30-ի մոտ տարեկան դարձնեք, չէ 25 տարեկան, կամ
Վերջը 20։ Եթե այդպես անես, բաբա, այնքան ուրախել եմ փառք ու պատիվ։ 25 տարեկան չէ, բայց Իսկ ինչա պետք դրա համար։ Նայեք, փողը խնդիր չի։ Ուղղակի այնց տեսք ունենամ, որ երթամ ամուսինից դեմական ունի, ասենց քաշի պես զարը չընկնի իմանում ես։ կարող ենք, իհարկե, բայց դա միանգամից չի ստացվում։ Պետք է մի քանի անգամ գաք նույն պրոցեդուրաները անենք։ Հասկացա։ Ոչինչ։ Ես կարող եմ կորեմ մեկ քիչ ժամանակ, երթամ սենց Ռուբիկը տեսնի ինձ, որ թանգանոց կոշիկը ոտի շորի հետ ապոխ է, բաբա։ Դե եկեք տնանք այսօր ինչով կարող ենք սկսենք, համեցեք։ Լավ։ Որպեսզի դուք չզգաք դիսկոմֆորտ, թոթրակ, իրավաբանական ծառայություններ եւ խորհրդատվություն, ձեր հարմարավետությունն ու անվտանգության ապահովումը մեզ համար առաջնահերթ է։ Զանգեք հիմա 888 980 8081 կամ այցելեք D-Star Collision Center։ Վստահելություն, արագություն եւ գերազանց սպասարկում։ Նոր տարին ենթադրում է նոր կյանք, նոր ձեռքբերումներ ու նաև նոր երիտասարդ տեսք։ Ու առաջին բանը առավել քան որևէ այլ բան, որ հետ կբերի ձեր երիտասարդ տեսքը, գեղեցիկ, փարթամ, առողջ մազերն են։ Երբ կա Կուրոքս մազերի մասնագիտացված կենտրոնը, որը մեկ օրում վերականգնում է ձեր սեփական մազերը անցավ հաճելի միջավայրում, ինչու՞ չանել այն։ Զանգեք 818 418 1111 եւ ամրագրեք ձեր օրը։ Կամ պասապտես այցելեք 229 North Central Avenue, Glendale, առաջին հարկ, մուտքը փողոցից։ Սա ուղակի հրաշք է։ Հազարավոր մարդիկ արդեն արել են սա ու վայելում են իրենց երիտասարդ տեսքը։ Բա դու զանգեք 818 418 1111 Կուրոքս։ Դուք նորից երիտասարդ եք։ Skinnovate Med Spa-ում քեզ սպասում են ամենատրենդային բյութի ծառայությունները՝ Botox, filler, microneedling, VI chemical peel, PRF, laser hair removal, laser facials, ու նաև lymphatic drainage massage dry sauna-ով։ Մենք ստեղծում ենք ոչ միայն գեղեցիկ արտաքին, այլև վստահություն։ Innovation that touches your skin։ Զանգահարիր հիմա 818 220 0220։ Ավելի քան 30 տարվա փորձառությամբ Եղնիկ ռեստորանը հրավիրում է ձեր բոլոր առիթներն անցկացնել մեր գողտրիկ անկյունում։ Մենք մատուցում ենք նաև քեթրինգ ծառայություն։ Մեր գները անհամեմատ ցածր են շուկայականից։ Մեր տեղը անփոփոխ է 13 108 Sherman Way։ Զանգահարեք հենց հիմա 818 765 1401 հեռախոսահամարով եւ մենք ձեր օրը կդարձնենք իշարշա։ Девочка, стоп, не надо. Поверь же мне, я парень, то, что надо. Хочу я быть всегда с тобою рядом, дыханием сердца твоего. Այմավ ճիվը տասա, ինչ կանատան կոմար հանգիստ ապրի։ Այն ինչը որ պետք էր, դու ինձ արդեն տվեցիր։ Սրանով ես քեզ համ կնստացնեմ, համ էլ Ալեքսին։ Հոպ։ Մի րոպե։ Կհանդիպենք դատարանում։ Բատես դու ախպեր, ինչ դատարան, բղնել ես տալի։ Հա, ինչ ենք անում։ Շատ գիտեմ, մի կողմից զոքանչ սա կորել, մի կողմից այդ ագենտն է, մի կողմից այդ Էվայի քուրն է, ոչմ գժվել եմ արդեն։ Հանգիստ տեղի զոնքաչիդ կգտնենք։ Այդ ամենափոքր խնդիրն է։ Այ որ Էվայի քուրը այդ ագենտի հետ է հանդիպում, այդ դուրս չի գալիս։ Ես տղեկին հանել եմ ոտի։ Լավ ես արել, ես էլ եմ բոլորին ոտի հանել։ Ախպերես, արի կլնի դու Էվայի հետ խոսա, մենք զոքանչիդ կգտնենք։ Ինչ խոսամ, ես իմ ասելիքը արդեն ասել եմ։ Այդքանից հետո մարդ ուրիշ քայլերի է գնում։ Ու ասեմ, որ շատ վտանգավոր խաղ է խաղում ապե։ Ու կարծում ես քուրը ինքնագլուխ է այդքան բան է անում։ Վստահ եմ։ Էվան փող է աշխատում, նա կյանքում չի ուզի փողից զրկվի։ Ես իր հետ կխոսամ,
Եթե սենց շարունակվեց, ինքը ոչ մի բան չի ստանա։ Շատ վտանգավոր է խոսալը։ Սենց թե նենց վտանգը գլխից կախված է։ Ու եթե քայլ չանեմ, Սոնային կորսեմ։ Նկատի ունեմ դրանցից ամեն ինչ սпасելի է։ Հասկանում ես, կարող է քեզ ձայնագրի, ալիբի չունենա։ Էլի խոսա, բայց տար մի տեղ, որ ձեզ չեն լսում, ու ինքն էլ քեզ չի ձայնագրում։ Դուր պետք է տանեմ որ։ Ասենք օվկիանոս։ Ու քեզ թվում է օվկիանոսում չի կարա ձայնագրի։ Դու էլ բան ասեցիր։ Եթե միամիտ ջուրն ընկնի, դժվար դրանից հետո սարքը աշխատի։ Ես մի բան կմտածեմ, հիմա կարևորը զոքանչից գտնելը այս պահին։ Արի դու մտածի, ես փորձեմ զոքանչիդ գտնեմ։ Ապրես։ Ոսիկ կարամ իմանամ ինչի ենք եկել ստեղ։ Լսի չես տեսնում վրետ ենքան բան կա փոխելու։ Գիտես, որ ես երեք ստեղ էի։ Մարդել այդքան փող ունենա ու ափսոսի իրա վրա ծախսի։ Լսի, ես քո չափ փող ունենայի, տենց օթից կպցրած լինեի, սաղ կներդնեի ին վրա։ Հասկացի, եթե ներդրում ես անում, դա փող ա բերում։ Չէ, կոպես, դիր դոշակի տակ։ Խես ջրե դոշակի տակ պահել։ Հա, երևի որ ծերանաս, ցամաքած առնես ուտես, չէ։ Ես եմ ափսոսում։ Լսի, այդ ոտից գլուխ քեզ փոխի էլի, մաշկդ թարմացրու, մանզերդ հեռացրու։ Շուտ քեզ չի խանգարի մի քիչ բոտեքս ես, ոնց մի քիչ ձգենք էլի, սենց սիրուն, շրթունքներդ մի քիչ լցնենք, այս նասագոբկաներն է կարելի է մի քիչ տենց թեթևի մեջ լցնել։ Լսի, մի քիչ քո մասին էլի մտածի։ Ված չի լինի մի քիչ ես այսի սենց սրած, սենց սիրուն լինես։ Հա, բայց կարող է ես ինձ սենց դուր եմ գալիս, դու ինչ գործ ունես։ Ինձ դուր չի գալիս տենց։ Երեք ինքնավստահությունը հասել էր Պոլին։ Այդ լավ էր, հա։ Դուրդ գալիս էր։ Դու ուզում ես ասես, որ ես այս մազերով, այս մեյքափով կարող եմ մտնել որևէ պրոցեդուրայի։ Լսի, իրանք կմտածեն, որ այդ քո մաքսիմումն է։ Դու մի մտածի, իրանք ինչ պետք է էդ էլ կանեն։ Արի, հա, արի դու խոսալ չգիտես, արի ես կխոսամ։ Մի բան ասեմ, բայց չներվայնանաս։ Ասա։ Էվային հետը տուն տար։ Ու Սոնային բացատրի, որ Էվայի դրսում մնալը շատ վտանգավոր է։ Ավելի լավ է ձեզ հետ լինի, ձեր տանը։ Չէ, չի լինի ախպերս։ Տան այնքան լարված մտնոլորտ է։ Այդ Էվայի քուրը անենց ամեն ինչ խառնել, որ այդ ուղղել հնարավոր չի։ Չեն ուզում Թեհրան գնան Սոնայի ծնողները։ Ասա գնացեք էլի։ Նախ մորն է պետք գտնել, հետո էլ լարվածությունը կմեծանա, եթե Էվան հետ եկավ։ Ստեղ ախր մենակ Սոնան չի է։ Ախպերս, դու հիմա մենակ քո վրա կենտրոնացի։ Այս պահին ամենակարևորը քո ազատությունն է։ Ով ինչ պրոբլեմ ունի, թող իրան մնա, դու գործ չունես։ Անենց հեշտ ես խոսում։ Այդ հնարավոր բան չի։ Փաստաբանն էլ ոչ մի լավ բան չի ասում, ոչմ սաղ կողմից տուպիկ է։ Երբ ես խոսել հետը։ Առավոտ։ Հա, կյանքս։ Ալեքս, ես դուրս եմ գալիս։ Գնում եմ մամային փնտրելու։ Ոչ մի տեղ մի գնա, կյանքս։ Ես դուրս եմ եկել, տղեկներն եմ ան գալիս, կգտնենք։ Դու մի մտածի, դու տունը սպասի, լավ։ Բայց ասեցի տանը սպասի։ Խոսք եմ տալիս, մի ժամից մաման տունը կգնի։ Տեսնում ես ախպերս, մեղրամիսս ինչ ուրախ անցնում։ Հա, վերջնա։ Դե լավ, գնացի տենամ ինչ եմ անում։ Ես իմ մեքենայով գալիս եմ։ Բարև ձեզ, ես Նատալին եմ փնտրում։ Բարև ձեզ, ես եմ։ Սա խնդրել եմ, որ փոխանցեմ ձեզ։ Շնորհակալություն, իսկ ով։ Ճիշտն ասած տեղյակ չեմ, իմ կարծիքով բացիկի մեջ գրված պետք է լինի։ Լավ, շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ, լավ օր եմ մաղթում։ Ձեզ էլ։ Խնամի ջան, ես Տիգրան բիզնեսներով արի դուրս գանք։ Համ կցրվես, համ էլ բիզնեսներն էիր ուզում նայիր, կտեսնես բիզնեսները։ Չէ։ Ինչի։ Խոբ չեմ ուզում, Խնամի ջան, են սիրտ չունեմ, են աստված սիրտ չունեմ։ Տես չի լինի, Խնամի ջան։ Ռուբինան կգա որ Տիգրան։ Չի գա։ Ռուբինան վերջնական ինքնաթիռով թռավ, իմանում ես ուր։ Թեհրան, անվերադարձ։ Ո՞վ ասես որ թռել է։ Ռուբիկը հերոպտի ասի, Խնամի ջան, Ռուբիկը։ Ու իմացի։
Ռուբիկը որ մե հարցի շուրջ վերջակետը դրավ, էլ վերջ, աշխարհն էլ շուրգա, էլ վերջացածա։ Ու եթե հանկարծ Ռուբինան էլ հետ եկավ, Ռուբիկը ընդունողը չի, վերջացավ։ Խնամի ջան, վիճելեք, ում հետ չի լնում, կհաշտվեք կանց կգնա։ Չի երնի, խնամի ջան, չի երնի, թողավ գնաց, մե մարդուց թողավ գնաց, որ մեկի երեսին չեմ նայել ես քանտարի, մեկին մատով կպատ չկամ, բաբա, հետո հեր են մատով կպնում, Ռուբիկի ամեն ինչը տեղնա, բաբա հենք ստենցի նայում, լավ հասկացանք, մարդ ենք, մե անգամ սոնաս նոր էր ծնվել, Փակ նոր էր ծնվել Ռուբինան զվա, մե անգամ խոպելով, փակ, խոպ, մե անգամ էր նատելիս էր նոր ծնվել, էլի Ռուբինան զբաղված գործերով անհարմար եմ զգում, բաբա, էլի խոպելի է լավ, մե անգամ էր գնացիմ Հայաստան երեխեքին տենայի, խոպ, Փոքր մի բանել ընդեղ եղավ, խնամի ջան, ինչ մեղքս թաքցնեմ, հետերը։ Հո մի անգամ էր, որ Ռուբինան էր գնացել Հայաստան, ես եմ մնացել մենակ Պարսկաստան, խոպետ ժամանակ մե փոքր շատ կարշ։ Խնամի ջան, դու ոնց որ ես տեղը տեղին փոքր քայլերով լավ էլ առաջ ես գնացել։ Ռուբիկը մանեկող մարդ է էլի, խնամի մանեկող։ Ռուբիկին Պարսկաստան ասում էին գլադիատոր իրունի, իմանում ես, խոպ Ռուբինան գնաց, բարի ճանապար, բայց խո Արսինեն կողք սայրնելու, Ռուբիկի կողքը դատարկ չի մնա, դատարկ չի մնա։ Արի գնանք խնամ, արի գնանք, կոտափոխվես, ծրվես։ Ой, моя голубка, безумная влюбленность. Ой, моя Դենտալուքսը միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Դենտալուքս միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բյուրանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաեւ գերժամանակակից լաբորատորիա, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար։ Իմպլանտներ, վնյուրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարեւոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք, զանգահարեք հիմա 818 418 5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ, Dentalux, ուղղակի հրաշք ատամնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն, ուղղակի եկեք և մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք, Dentalux, գերարդիական կլինիկա, 818 418 5555 Համայնքում մեծ ճանաչում վայելող Փախլավա ֆակտորին շարունակում է անակնկալներ մատուցել ու զարմացնել իր հաճախորդներին։ Լիբանանյան անուշահամ քաղցրավենիքները, պատրաստված հատուկ լիբանանյան բաղադրատոմսերով, ոչ միայն հայտնի են համայնքում, այլ նաև սիրված ու արդեն իսկ շուկայում իր տեղը զբաղեցրած։ Բազմազան տեսականի անուշահամ քաղցրավենիքներ, անգամ դիաբետիկ մարդկանց համար նախատեսված անուշեղեն։ Իսկ այս ամենը կարող եք ձեռք բերել Glendale, Encino, ինչպես նաև North Hollywood քաղաքներում։ Փախլավա ֆակտորի, նվիրեք ձեր սիրելիներին մի բուր քաղցրություն։ Our Family Market. Welcome to Our Family Market. Ձեր ընտանեկան խանութը, որտեղ գները մատչելին, սպասարկումը հաճելի, իսկ մթերքները թարմ ու սննդարար, թարմ ու բարձրակ մսամթերք, կատնամթերք, ընդեղեն, մրգեր ու բանջարեղեն, լավագույն գներ եւ ջերմ ընկերական սպասարկում, տեղում պատրաստվող սննդամթերք, քյուֆտա, բլինչի, սալատների տեսականի, ճաշեր ու անուշահամ խմորեղեններ, առաքում ու հաճելի սպասարկում,
Our Family Market, երբ գնումները հաճելի են ու անչափ համեղ։ Հիշեք այս անունը, Our Family Market։ Զանգահարեք, պատվիրեք, այցելեք մեզ ու դարձեք մեր ընտանիքի անդամը։ Լեբրանդ, անմահական խոհանոց, նորաբուրջ ու նրբահամ ուտեստներ, ծովամթերքների հարուստ ընտրանի, յուրահատուկ համ և գեղեցիկ մթնոլորտ, ջերմ ու արագ սպասարկում, կենդանի երաժշտություն և անզուգական բենդ, որը ձեր օրը կդարձնի անմոռանալի։ Իսկ եթե ունեք գործնական կամ բիզնես հանդիպումներ, կարող եք այն կազմակերպել մեր բացօթյա սրահում կամ առանձնանալ VIP սրահում։ Ունեք առիթներ, ծնունդ, կնունք ու հարսանիք, մենք այն կազմակերպում ենք բարձր մակարդակով։ Լեբրանդ, երբ հաշվի առնվում յուրաքանչյուր մանրուք։ Լեբրանդ, համին ոճի ներդաշնակություն։ Հա, կյանքս։ Լսի նորություն կա։ Չէ, փնտրում ենք։ Վերանոսնելով եմ ասում, արդեն մի քանի տեղ մտել ենք։ Ես էլ ուր զանգում եմ կամ ոչ մի բան չեն ասում, կամ էլ ասում են նման անուն ազգանով մեր մոտ մարդ չկա։ Կմիացնի հեռախոսը, կզանգես, կխոսես։ Մամատ պապայից տա նեղված, քեզից նեղված չի, դու մի լարվի։ Չգիտեմ, լսի շատ եմ անհանգստանում։ Անհանգստանալու բան չկա։ Քո վրա վերցու, որ նեղված ես լնում, չես ուզում, չէ՞ ոչ մեկի հետ խոսաս։ Իսկ դու երբ կգաս։ Դե ման եմ գալիս մորդ։ Միասին կփնտրեինք։ Սոն, տանը սպասի, մեկ էլ տեսար տուն եկավ։ Պապատ ոնց է։ Պապատ պապայից տարավ։ Դες այնքան շնորհակալ եմ պապայիդ։ Եթե պապատ չլիներ, ես չգիտեմ ինչ էր լինելու։ Դե լավ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հիշում եք չէ՞ ինձ, ես սերեկել էի այստեղ։ Իհարկե։ Գիտեք, մեզ պետքա, որ իմ քույրը դառնա նորացնի մաշկով տիկնիկ։ Բայց ձեր քրոջ մաշկը լավ է։ Հա, մենք էլ գիտենք։ Տեսար, որ ասում էի։ Մի հատ կլռես։ Խնդրում եմ, էլի ինձ պետքա, որ ինքը դառնա տենց սեքսի ծիտիկ։ Կարողանում եք, չէ՞, ես ձեզ վստահում եմ ու վստահելով եկել եմ, գիտեմ, որ դուք դա կարող եք անել։ Ուրեմն այ, ես ուզում եմ, որ մի քիչ շուրթերը լցվի, մի քիչ էս հայացքը սենց սիրուն բարձրանա վերև։ Նասագուկաները դուք նայեք, եթե պետք է արեք, եթե չէ, մի խոսքով մենք ձեզ լիարժեք վստահում ենք։ Իհարկե, համեցեք։ Շնորհակալ ենք։ Մարդկա եկել է ինքնավստահությունը գտնի։ Ինձ պետքա, որ այդ մարդուն հանդիպեմ անպայման։ Ուզում եմ հասկանալ ինչ է ասել։ Հաստատ գործից են խոսել։ Դա ինձ Ալեքսն է ասել։ Այդ մարդը պետք է լսած լինի։ Այդ ռեստորանում տեսախցիկները ամենուր են։ Դու բոլոր ձայնագրությունները վերցրու։ Այո, եթե պետք եղավ, էքսպերտը բերանի շարժումով, այո, կկարողանա այդ խոսակցությունները վերցանել։ Եթե համընկավ իրենց խոսակցությունը մարդու լսածի հետ, այդ արդեն գործը ահագին առաջ կտանի։ Հասկացա։ Մի րոպե կներես, մի րոպե, երկրորդ գծով զանգ է գալիս, մի րոպե։ Լավ։ Ալո։ Ինչ։ Ո՞նց թե։ Գժվել է այդ տղան։ Ես այստեղ փորձում եմ իրեն արդարացնեմ, ապացույցներ գտնեմ, անմեղ դուրս բերենք, ինքը գնում է FBI աշխատակցին կաշառք առաջարկում։ Խոբ գործը լավ է։ Դե տեսնում ես մեքենաները կանգնած են, մարդիկ աշխատում են։ Խոբ եկամուտն ինչպես է։ Լավ է։ Դա ճիշտ ես ասում, որ եկամուտ չլավ հերթի պահես միթե բիզնեսը։ Ով առանց եկամուտ բիզնես կպահի։ Ճիշտ ես։ Ալեքսն ինչ բիզնես է անում։ Էս սախ իմ ունեցած Ալեքսինն է։ Հասկացա։ Խոբ ստեղ ինչ եք անում։ Ստեղ խփած մեքենաները որ բերում են, սարքում ենք, ներկում ենք, փչում ենք, մեքենայի տիրոջը մեքենա ենք տալիս, որ իր գործերն անի, առանց մեքենա չմնա, միջև իր մեքենան կսարքվի։ Ներկում եք, նոր եք շտկում, թե փչում եք։ Չէ, փչում ենք, նոր եք սարքում։ Պարսկասարել է տենց։ Արի, խնամի ջան, արի օֆիսը ցույց տամ, արի։
Սանա ջան, չնեղվես։ Լավ կլինի, բալես։ Ես ընդհանրապես sense չէի պատկերացնում։ Ոչ իմ ամուսնությունը, ոչ էլ մամայիս ու պապայիս հարաբերությունները։ Խնդրում եմ, խաղաղվի։ Կտեսնես, որ ամեն ինչ տեղը կընկնի։ Կտեսնես։ Ալեքս։ Ալեքս։ Նատալի, ինչ ա եղել, ինչ ես գոռում։ Ալեքսը տունը չի։ Ալեքսը գնացել է մամային փնտրի։ Մաման police station-ում ա։ Ինչ։ Մի րոպե, զանգեմ Անդրեասին։ Նատալի, որ ոստիկանությունում ա, ինչ ա եղել, դու ինչ գիտես, ով ա քեզ զանգել։ Չգիտեմ ինչ ա եղել, բայց մամային արագ պետքա հանենք։ Ալեքս, մաման ոստիկանությունում ա։ Դեսի պիտի հենց հիմա մամային գնաս հանես ոստիկանությունից։ Մի բան արա, Ալեքս, խնդրում եմ։ Որ ոստիկանությունում ա։ Գլենդելի police station-ում ա։ Գլենդելի police station-ում ա։ Բայց չի պատասխանում, մի րոպե։ Նայիր հա, այստեղից դուրս ենք եկե, այ պիդրացավ, թե երկու մասկա վրա ատել եմ պոկելու, մեկից սպասիր։ Դեսային մորքուր, նես չանես գրեմ վրետ մնաս ստեղ։ Նայիր հա, գրելուց չխոսաս հա, այ պեդար սակ, ենենց կգրեմ է, իմանում ես ամբողջ Պարսկաստան ինչ ճանաչում ա։ Ենենց գրեմ, որ ամբողջ կյանքդ այստեղ կմնաս, իմացար։ Անամոտ։ Ինչ կա։ Բան չէ։ Նատալիի մամայից խաբարություն եղավ։ Հա, գտնվեց։ Գտնվեց։ Ասպամ կարող եմ զանգեմ, իբր տեղյակ չեմ։ Նա խոսամ հասկանամ ինչ արեցին։ Ախպոր պես էլի։ Լիքը խնդիրներ ունենք, դու Նատալի, հա Նատալի։ Մենք ինչ խնդրեմ ունենք ընդհանրապես։ Ապա մեծ, շատ մեծ խնդրեմ ունենք։ Ինչ խնդրեմ։ Ես հենց նոր փաստաբանի մոտից եմ գալիս։ Փաստաբանը ասաց, որ Ալեքսի գործերը շատ խառն ա։ Այն մեր ախպերը Արսենը։ Մի ասա։ Ասում եմ, ոնց չասեմ։ Լիքը ապացույցներ ա ներկայացրել Ալեքսի դեմ։ Կարեցել է ապացուցի, որ այդ ամուսնությունը ֆիկտիվ ա։ Ու Ալեքսի դեմ հիմա գործ ա բացվել։ Ալեքսը գիտի։ Իհարկե ոչ։ Այս գիշերվա կեսին ոնց Ալեքսին ասեի։ Այսինքն չգիտի։ Բան չես ասե Ալեքսին։ Ապա կարողա սպասենք լուսանա նոր զանգեք այդ մարդուն ասենք։ Գիշերը բայց իր հարցն է, չէ՞ կարանք իրան ասենք, ինքը կարող է ժամին էլ մի բան անում է։ Մի բան մտածել պետք է հաստատ։ Մտածի ապե, մտածի։ Դու մտածելուց շատ լավ ես, չէ՞ մտածի։ Մի գոռե։ Անգարում ես։ Մի բան մտածենք։ Մայիսի 16-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Արկադի Դումիկյանի մենահամերգը։ Բոլոր ժամանակների ամենասիրված հիթեր դարձած հին ու նոր երգերի կատարմամբ։ Ակվակալենտեի շքեղ համերգասրահի բեմում կլինի Արկադի Դումիկյանը։ Շտապեք այցելել հենց հիմա rmtickets.com տոմսերը ամրագրելու համար, քանի որ դրանք շատ արագ սպառվում են։ Հանդիպում ենք մայիսի 16-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում։ Ավելի քան 23 տարվա փորձառությամբ անշարժ գույքի մասնագետ Արմինե Սոլակյանը ձեզ կօգնի ձեռք բերել բնակարան շուկայի լավագույն արժեքներով։ Նրա հմուտ թիմը կերաշխավորի կարճ ժամանակահատվածում ձեր իսկ երազած բնակարանի ձեռքբերումը առանց ավելորդ մտահոգությունների։ Վստահեք Արմինե Սոլակյանին, ձեր ապագայի ամենամեծ ներդրում։ Մարինա Սամսոնը դաշնային քրեական գործերով փաստաբան է, իրավունքի պրոֆեսոր, ԱՄՆ Գերագույն դատարանի պալատի անդամ, ով ունի ԱՄՆ իրավապահ եւ արդարադատության համակարգերում աշխատանքի հարուստ փորձ։ Նրա կարիերան ընդգրկում է ինչպես մեղադրանքի, այնպես էլ պաշտպանության կողմի աշխատանքը, ինչը նրան տալիս է բացառիկ պատկերացում դատախազության եւ հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից դաշնային քրեական գործերի վարման, դրա դեմ արդյունավետ պաշտպանություն կառուցելու եւ վստահորդների շահերը լավագույնս ներկայացնելու համար։ Որպես դաշնային քրեական
կառավարական գործերով փաստաբան, նրա մասնագիտացումը ընդգրկում է ֆինանսական խարդախությունների եւ կազմակերպված հանցավոր խմբերի գործունեությանը վերաբերող գործեր, այդ թվում ռիկո գործեր, բանկային եւ էլեկտրոնային խարդախություններ, փոստային եւ արժեթղթերի խարդախություններ, առողջապահական եւ ապահովագրական խարդախություններ, հողերի լվացման գործեր, անձնային տվյալների գողություն եւ ֆինանսական հանցագործություններ։ Նրա առաքելությունն է պաշտպանել իր հաճախորդների ազատությունը, հեղինակությունն ու ապագան։ Flaming Flavor շաուրմա, միայն թար մսից պատրաստող հյութալի ու անմահական շաուրմաներ, հավի, տավարի, խոզի, կոմբո պլեյթեր, 6 ու 12 հոգու համար նախատեսված, սալատների տեսականի, լցոնած կարտոֆիլ ու ածուխի վրա պատրաստվող անմահական խորոված ու հյութալի քյաբաբ։ Կարող եք պատվիրել Grubhub, DoorDash եւ Uber-ի տարբերակներով։ Կարող եք նաեւ համենալ մեզ մոտ ու ճաշակել հենց տեղում։ Flaming Flavor շաուրմա, Երևանյան համն ու բույրը գլնդելու։ Flaming Flavor, երբ ուտելն իսկական հաճույք է։ Lexi Primer, ձեր մեքենայի լավագույն բժիշկը։ Ձեր մեքենան միայն հարմարավետության միջոց չէ, այն ձեր կյանքի ապահովությունն է, ու մենք դա հասկանում ենք։ Lexi Primer Body Shop-ը առաջարկում է ամբողջական խնամք ձեր ավտոմեքենայի համար, արագ, որակյալ եւ վստահելի։ Ներկման եւ վերանորոգման բարձր որակ, մասնագետների թիմ, որը հոգում է ամեն մի դետալի մասին։ Ժամանակի խնայողություն եւ հարմարավետ սպասարկում։ Lexi Primer, զանգեք մեզ կամ եկեք անձամբ տեսնելու տարբերությունը։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են Medical, Medicare եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Պապ, Անդրեաս, չես տեսնում զանգում եմ, չես պատասխանում։ Զանգ չեմ ստացել։ Վայ, պապ։ Բոլես ինչ լավ մամետ գտնվեց։ Հա։ Ուր էր գնացել, Թեհրան։ Խնամի ջան, մի հատ հանգիստ գնանք նստենք խոսենք։ Խնդրում եմ։ Մեր րոպե, ես իմ տեղը շատ հանգիստ կայուն կանգնած եմ։ Մի բանից ճիշտ ասեք։ Ռուբինայից արդյոք մի բան էլերա։ Ռուբիկից տունը քանդվերա։ Ասեք Ռուբիկը պիտ մարդա կդիմանա։ Պապ ջան, մաման ոստիկանությունում է։ Ինչու մաման։ Ալեքսը գնացել է մամային բերի։ Խնդրում եմ, մի անհանգստացեք, հիմա երեխես կգնա կբերի, մի մտածեք։ Ինչ է եղել։ Կռիվար է։ Կռիվար է։ Են Սուսիկին ծեծելա, տարել են ոստիկանություն։ Բաբա մեր ռազենով Ռուբինա չես կարող մարդ ծեծել, ես քո Պարսկաստանը չի, բաբա, չի հասկանում։ Վայ, բալես մրսում ես գնա շոր հագի։ Արի։ Գնամ շոր հագի։ Գլխիս ցավը բռնավ են Աստված, բռնավ։ Մի րոպե, ինչ ես խառնվել իրար։ Իրանք ոչ մի ապացույց չունեն հաստատ։ Ասենք ինչ իմանաս, ունի թե չունի։ Եթե գործը վերաբացում են, ուրեմն դա նշանակում է, որ ապացույցներ կան ու հիմնավոր են։ Ոնց եմ վստահ է։ Էվան Ալեքսեն տանն է եղել, Սոնան էլ հարսանիքին, այդ ընտանիքին մոտիկ մարդ է, եկել է որ մասնակցի։ Ինչ կա դեռ։ Ախր եկեղեցում գրված է եղել Սոնա եւ Ալեքս։ Մի տարի առաջ դու հասկանում ես, իսկ այդ շատ լուրջ ապացույց է։ Իսկ եթե մենք Էվայի անունը փոխենք, այդ ո՞նց ես փոխելու։ ասենք հանգիստ գրում ես Էվա Սոնա։ Այդ մարդը տենց է, երկու անուն ունի։ Ես զարմանում եմ, դու ո՞նց ես կարողանում ամեն ինչ քեզ հարմարացնես, հա։ Ո՞նց։ Սպասի է, ձև չի, իրանք ոչ մի բանը չեն կարող ապացուցեն։ Իսկ հիմա պիտի դե Էվային ուղղակի Ալեքսը տանի իր տուն։ Այդքան բան։ Զանգեմ։ Զանգի։ Անջատացա։ Բա ոնց։ Մենք մեզ տանջենք, ստե ինքն էլ հեռախոսը անջատի քնի։ Հալալա ապե, հալալա։ Կարող է զանգեմ Նատալիին։ Չապե դու վերջնական որոշել ես ինձ հունից հանես։ Ես զարմանում եմ քո վրա ապե։ Իրոք ես զարմանում եմ։ Մի հատ նախ մի լրփցի Նատալին էլ այդ տանը ապրում։ Երկրորդն էլ որ չի պատասխանում ում զանգենք։
Ես երթում եմ։ Ուր ես գնում, այ խնամի ջան։ Երթում եմ Ռուբինայի հետևից, խնամի ջան։ Սպասի։ Բա մամա Սուրա, դու ասացիր, որ գալիս եք։ Չեկավ, չուզես գա, հյուրանոց տարա։ Հաներ ջան, ճիշտ կանես, զանգ ես, քեզանից ա նեղացել։ Ալեքս, ինձ ասա որտեղ ա Ռուբինան։ Ես ուզում եմ երթամ իմ մադամիս մոտ։ Ես քեզ կտանեմ, արի։ Չէ, չեմ ուզում որ դու ինձ տանես, ուզում եմ Uber կանչես, ես ինքս երթամ իմ մադամիս մոտ։ Ես քեզ կտանեմ։ Խոբ չես հասկանում, բաբա, ես ասում եմ Uber կանչի, Uber-ով երթամ իմ մադամիս մոտ։ Թող տանի էլ։ Բայց որտեղ է նորմալ է մամայի վիճակը։ Ամեն ինչ կարգին է։ Դուք ներսանցեք, ես պապայիդ տանեմ գամ։ Բաբա, նորից եմ կրկնում, Uber կանչի, Uber-ով երթամ իմ մադամիս մոտ։ Ալեքս ջան Uber կանչի։ Եկեք ներս։ Եկեք խնամի ջան։ Ես ուզում եմ երթամ մադամիս մոտ։ Հասկանում ես լավ, Uber-ը։ Խոբ ես երթամ եմ, չեմ Կարող ես Uber-ը թող։ Ալո։ Նատալի ջան։ Ոչ եմ խանգարում։ Չէ, ես էլ ուզում եի քեզ զանգեի։ Հա? Բա զանգի, երբ ուզում ես դու կարաս զանգես ինձ, ինչ կա, հո բան չի եղել։ Լավ ես։ Չէ։ Ինչ ա եղել, չեմ հասկանում, քեզ մեկը բան է ասել։ Դու ես, չէ։ Ինչն եմ ես։ Այդ ծաղիկները ուղարկել։ Ինչ ծաղիկներ։ Ծաղիկներ, զամբյուղով ծաղիկներ։ Չէ, ես քեզ ծաղիկ չեմ ուղարկել, բայց այդ ուղարկողին որ բռնեմ, գիտես ինչ եմ անելու, չէ, հասկացա, հետո վա ուղարկել։ Որտե կարամ ես դրանք տենամ։ Ստոպ։ Հետո վա քո կյանքում տղա կա, ես չեմ հասկանում։ Ինչ ես խոսում։ Մի հատ ուշքի արի, լավ ես։ Դու գիտես ով ա ուղարկել ծաղիկները։ Հենց դա չգիտեմ։ Ես մտածում էի դու ես։ Իսկ բացի երկտող մի բան կար գրած վրան։ Կար։ Ինչ ա գրած վրան։ Գրածա Նատալի։ Հարցրա որ ծաղկի սրայից են առաքել։ Իսկ որ սրայից են առաքել վրան գրած չի։ Էդ ինչ կապ ունի։ Կապ ունի, որ սրահն ա, դու այդ ասա։ Wonderland։ Արմեննա։ Մերավետի։ Ինչ։ Քոչ չեմ։ Ալեքսը տանն է։ Չէ, Ալեքսը Սոնայի հետ գնացել է։ Երբ։ Հենց նոր։ Բա ուր գնացին։ Չգիտեմ, ասացին ուզում են մենակ մնան։ Լավ, Նատալի ջան կզանգեմ։ Արմենը մեռավ։ 1000 անգամ ասել եմ, դու մի խառնվի ես հարցերի մեջ։ Բրա ինչ ես անում, ինչ ես անում։ Ախպերս պետք է Ալեքսին գտնելու հենց հիմա։ Կյանքս ուր ենք գնում։ Ուզում եմ հետդ մի քիչ մենակ։ Ճիշտն ասա, ինչ որ բան կա, որ ես չգիտեմ։ Ինչ պետք է լինի։ Ես իմ չգիտեմ։ Եթե ինչ որ բան կա, որ ես պիտի իմանամ, ավելի լավ է հիմա ասես։ Չէ, ուզում եմ ուղղակի մի երկու օր նավի մեջ անցկացնենք։ Ինչ կասես։ Մի րոպե։ Բա մերոնք։ Հիմա ձերոնք վայելում են հյուրանոցում երկրորդ մեղրամիս։ Իսկ ես մեղրամիս չունեցա։ Մենակ է դա պատճառը։ Ինչի եթե քիչ է։ Գնանք նավ, մեկը հեռախոս չի բռնում։ Իրար հետ երկուսով կմնանք։ Ու կվայելենք մեր մեղրամիս, ինչ կասես։ Ես համաձայն եմ, այնքան եմ հոգնել ամեն ինչից։ Ուզում մի պահ կտրվել։ Կլինենք ես, դու, ու օվկիանոս։ Սորի սեյրանս, չոլի ջեյրանս, մարալս, կտավս Ռեմբրանտական։